Ընթերցելու ենք միասին առաջին Կորինթացիս թղթից 15-րդ գլուխ 12-ից 20 համարները։ Առաջին Կորինթացիս 15 12-ից 20 համարները։ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզնից ոմանք ասում, մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է եւ ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծո սուտ վկաներ ենք դուրս գալիս, որովհետեւ Աստծո մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել։ Եթե իրապես մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացած, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց հիմա Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Ամեն, աղոթենք արջ։ Փառք, պատիվ ու գոհություն քեզ, մեր եկնավոր Սուրբ Հայր, որ դու այս հրաշափառ գործ արեցիր, քո որդուն հարուցանելով մեռելներից։ Փառք ենք տալիս քեզ Տեր, որ այս բարի լուրը, այս քո հաղթանակը նաև մենք լսեցինք, նաև մենք իմացանք ու ճանաչեցինք, որ այն ճշմարտություն է։ Ճանաչեցինք, որ այն իրականություն է եղել։ Փառք ես քո գործերի համար, որ անգամ 2000 տարի անցել, բայց դու գիտես, թե ինչպես այս ճշմարտությունը ճանաչելի դարձնես քո ընտրյալներին։ Մեր աղերսն է Տեր, որ այսօր դու մեր մտքերի մեջ շարունակես քո գործը ու այս ճշմարտությունը ել ավելի թող բացվի, ճանաչելի լինի ու այն ել ավելի փառավորվի մեր ներսը, որ մենք տեսնենք մեր սրտով, մեր հոգու աչքերով, մեր մտքով ու հաստատվենք ել ավելի քո մեջ եւ քո խոսքերի ճշմարտությունների։ Օրհնիր ողջ ընթացքը, վստահում ենք քեզ, քո Սուրբ Հոգու գործին։ Հիսուսի անունով Տեր, ամեն։ Առաջին Կորինթացիս նամակի 15-րդ գլուխը Պողոսը նվիրում է հարության մասին ուսուցմանը։ Սա ողջ Աստվածաշնչում ամենածավալուն հատվածն է հարության վարդապետության մասին։ Այն քրիստոնեության մեջ կենտրոնական թեմաներից մեկն է։ Քրիստոսի հարության անհերքելի փաստերը Աստված առաջին դարում օգտագործեց թե առաքյալներին հաստատելու Հիսուսին հավատալու մեջ, թե հազարավորներին առաքյալների քարոզչությամբ ու վկայություններով, եւ թե մինչ օրս իր ընտրյալներին լուսավորում է ու տալիս է հասկացողություն, որ Հիսուսի հարությունը ունի ողջամիտ փաստեր։ Հարյուրավոր տարիներ անհավատները փորձել են բերել փաստարկներ Հիսուսի հարությունը մերժելու համար, սակայն այդ ամենը չունի ոչ մի ողջամիտ հիմք եւ տրամաբանական բացատրություն։ Հարության թեման Հիսուսի քարոզչության մեջ մեծ տեղ էր զբաղեցնում։ Նա շատ խոսեց իր մահվան ու հարության մասին։ Նա շատ խոսեց իրեն հավատացողների գալիք հարության մասին։ Գործք առաքելոցում տեսնում ենք, որ առաքյալները բազմիցս քարոզեցին Քրիստոսի հարության մասին։ Հարության փաստը հուսահատված, կոտրված աշակերտներին դարձրեց խիզախ վկաներ ու քարոզիչներ։
ոչ հալածանքը, ոչ ծեծը, ոչ անարգանքը, ոչ բանտարկությունը, ոչ մահը իզորու չեղավ հաղթելու հարության այս ճշմարտությանը, որը տիրոջ աշակերտներին հաստատուն էր պահում իրենց հավատքի ընթացքի մեջ։ Առանց Քրիստոսի հարության անհնար կլիներ մարդու փրկությունը, ինչպես նաև եթե մարդ չհավատա այսօր Քրիստոսի հարությանը, նա չի կարող փրկվել։ Հռոմեացիս 19-ում Պողոսն ասում է, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել, կփրկվես։ Մարդու փրկության համար անհրաժեշտ է, որ նա հավատա, որ Քրիստոս հարություն է առել։ Այս 15-րդ գլխում Կորինթոսի հավատացյալների խնդիրն այն չէր, որ նրանք չէին հավատացել, որ Քրիստոս հարություն էր առել, այլ այն էր, որ չէին հավատում մարդկանց համար գալիք հարությանը, որ իրենք նույնպես նույն կերպով հարություն են առնելու, ինչպես Քրիստոս։ Դրա համար Պողոս առաջին 11 համարներում նախ նրանց հիշեցնում է այն ավետարանը, որին արդեն նրանք հավատացել են։ Նրանք արդեն հավատացել են Հիսուսի հարությանը, եւ Պողոսը հիշեցնում է նրանց տարբեր վկայություններով, թե ինչու է Քրիստոսի հարության փաստը վստահելի։ Որից հետո նա կապ է հաստատում Քրիստոսի հարության եւ մարդկանց ապագա գալիք հարության միջև, ասելով, որ Քրիստոս չէր կարող հարություն առնել, եթե մարդկանց համար չկա հարության իրականությունը։ Եթե դուք ասում եք, որ մենք հարություն չենք առնելու, ապա ինչպես եք ասում, որ Քրիստոս հարություն է առել։ Սրանք իրար հակասող մտքեր են։ Պողոսը հիմնավորելու համար, որ մեռելների հարությունը լինելու է, նա հիմնավորում է Քրիստոսի հարության իրականության միջոցով։ Առաջին հայացքից տարօրինակ է թվում, թե ինչպես կարող էին Կորինթոսի եկեղեցու հավատացյալները մտածեին, որ մեռելների հարություն չի լինելու, եթե նրանք հավատացած էին, որ Քրիստոս հարություն է առել։ Պետք է հիշենք, թե որքան բազմազան մոլորեցնողների ազդեցության տակ էր այս եկեղեցին։ Հեթանոսական զանազան փիլիսոփայություններ, կրոնական գաղափարներ, զանազան մտքեր էին տարածվում մահից հետո եղող կյանքի մասին։ Ոմանք քարոզում էին հոգու քնի մասին, երբ մարմինը մեռնում է ու հող դառնում, իսկ հոգին ինչ որ հանգստի վիճակում է հայտնվում։ Ոմանք քարոզում են, որ այս կյանքը վերջն է, մարդը մահից հետո լիովին ոչնչանում է։ Ոմանք քարոզում են, որ մարդը մահից հետո վերամարմնավորվում է եւ ինչ որ կենդանի է դառնում, կենդանու մարմին է առնում։ Պլատոնից եկել է դուալիզմի գաղափարախոսությունը, որն ասում էր ամեն հոգևոր երևույթները բարի են, իսկ մարմնականը չար։ Հետևաբար ինչպես կարող է հարությունը բարի լինել, եթե այն դարձյալ մարմնի հետ է կապված։ Ըստ հունական մտածողության, մահը ազատում էր հոգուն մարմնական բանտից ու աղտից։ Ու երբ նրանք լսում էին մահից հետո դարձյալ կյանք մարմնի մեջ, իրենց համար դա անընդունելի էր։ Այն քրիստոնյաները, ովքեր այս դուալիստական գաղափարներն ընդունում էին, ասում էին, որ Քրիստոս միայն աստվածային բնություն ուներ։ Նա մարմին չէր դարձել, այլ նրա երկրավոր կյանքը, մահը, խաչելությունն ու հարությունը միայն թվացյալ էր, այլ ոչ թե մարմնավոր։ Ու այսպիսի բազում մարդկային մտքից ծնված փիլիսոփայություններ, ում ինչպես հաճելի է, այդպես էլ փիլիսոփայում է ու տարբեր նորամուծություններ բերում փիլիսոփայական աշխարհի մեջ։ Զանազան ստերի ազդեցության տակ լինելով հավատացյալները կասկածում են Աստծո խոսքի վրա, տարվում են գրավիչ մտքերով ու խաբվում։ Իսկ 21-րդ դարում չարի ստերի զանազանությունը ոչ թե պակասել է, այլ շատ ավելի ու ավելի շատանում է, աճում է։ Հիմա նույնպես մարդիկ հավատում են ամեն տեսակ անհիմն գաղափարներին, բայց ոչ Աստծո ասածներին։ Այսօր փորձենք տեսնել, թե ինչ է Պողոսը ուսուցանում վերջին օրերի մեռելների հարության մասին
եւ թե ինչպես է այն կապում Հիսուսի հարության ճշմարտության հետ։ Ուրեմն Պողոսը խոսելով ապագայում սպասվող մեռելների հարության մասին, այս հատվածում տալիս է գլխավոր հիմնավորումը, թե ինչպես վստահ լինել, որ այն տեղի է ունենալու։ Մեռելները հարություն են առնելու, ինչպես Հիսուսն է հարություն առել։ Պատճառը, թե ինչու են մեռելները վերջին ժամանակներում հարություն առնելու, Քրիստոսի հարության իրականությունն է։ Քրիստոս հարություն առնելով հագավ նոր մարմին ու այդ մարմնով էլ համբարձվեց երկնային թագավորություն։ Նմանապես բոլոր մարդիկ պիտի ստանան այսպիսի մարմին, որը այլևս չի մեռնելու։ Մարդկանց մոտ այս հարցն էր առաջացել. ինչպես է որ մեռելները հարություն են առնելու։ Եվ այս հարցին Պողոսը պատասխանելու համար տալիս է մեկ գլխավոր հիմնավորում, ասում է, քանի որ Հիսուսն է հարություն առել, ու նա 8 անգամ օգտագործում է այս արտահայտությունը այս մի քանի համարներում։ Քրիստոսի հարությունը որպես պատճառ է ապագա գալիք հարության։ Այն գլխավոր փաստարկն է։ Այս հատվածում Պողոսն իր մտքի տրամաբանությունը կառուցում է ասելով, որ եթե չկա մեռելների հարություն, ապա Քրիստոս հարություն չի առել, որից կբխի այն, որ մեր քարոզությունն է ունայն, հավատքն է ունայն, քարոզիչները սուտ վկաներ են, մեր մեղքերը ներված չեն, չկա հավիտենական փրկություն եւ չկա հույս։ Ահա ինչպես է նա կառուցում իր տրամաբանական մտքի ընթացքը։ Նկատեք նաև, որ 13 եւ 14 համարներում, նաև 16-17 համարներում, այս երկու տեղերում, այս հատվածի Պողոսը նույն կերպ է սկսում տրամաբանական հիմնավորում, ասելով. եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ապա ունայն է հավատքը եւ մնացած այն ամենը, ինչ որ թվարկում է։ Հետևաբար ըստ Պողոսի գրած այս կառուցվածքի հատվածը կբաժանենք մենք էլ երկու մասի եւ յուրաքանչյուրը կամփոփենք հիմնավորման հետ մեկտեղ երկու կոչով։ Տեսնում ենք այս գլխավոր հիմնավորումը, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք այն, ինչ բխում է նրա տրամաբանական մտքի կառուցվածքից։ Քանի որ վերջում նա 20-րդ համարում նա փաստում է, որ այո, Քրիստոս հարություն է առել, ապա հիմա հավատացեք, որ նրա հարությունից եկած այս բոլոր օրհնությունները ճշմարիտ են ու արդեն ձերն են։ Այս ամեն ինչ որ նա ասում է կլիներ ունայն, եթե Հիսուս հարություն առած չլիներ, սակայն քանի որ նա հարություն է առել, այս ամենը ինչը որ հետևում է նրա հարությանը, այս ամեն պտուղը, որը որ մենք տեսել ենք նրա հարությունից, այս ամենը իրական է եւ մերն է։ Այս երկու մասերը ամփոփ կարելի է երկու կոչով սահմանել։ Ինչպես է որ մեռելները հարություն են առնելու։ Առաջին, քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք ավետարանի քարոզությանը։ Եվ երկրորդ, քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք գալիք հարությանը։ Ուրեմն առաջինը, քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք ավետարանի քարոզությանը։ Առաջին մասը նորից ընթերցենք 13-ից 15 համարները։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է եւ ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծո սուտ վկաներ ենք։ Սուտ վկաներ ենք դուրս գալիս, որովհետեւ Աստծո մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել։ Եթե իրապես մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Եթե Հիսուս հարություն չի առել, ուրեմն ունայն է մեր քարոզությունը, սուտ են քարոզիչները, ունայն է հավատքը, այն հավատքը, որը որ ուղղել եք այդ քարոզությանը, այդ ավետարանին։ Սակայն քանի որ Հիսուս հարություն է առել, ապա մեռելները նույնպես հարություն են առնելու, հետևապես
Հավատացեք ավետարանի քարոզությանը։ Հավատացեք մաքուր ավետարանը քարոզողներին։ 14 համարում տեսնում ենք ավետարանի քարոզությունը, որ ունայն չէ, ուրեմն հավատացեք այդ քարոզությանը, եւ 15-ում տեսնում ենք, որ այդ ճշմարտությունները քարոզողները սուտ չեն, նրանք Աստծուց են, նրանք ճշմարտությունն են քարոզում։ Ովքեր էին այս քարոզողները։ Ինչու իրենք սուտ չեն եւ իրենց քարոզությունը ունայն չէ։ Ինչու ուղղել հավատքը այս քարոզությանը ու այս քարոզիչներին։ Նայենք առաջի հատվածը, այս գլխի 1-11 համարները, առաջի Կորինթացիս 15, 1-11։ Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք եւ որով հաստատվեցիք, որով եւ կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուրտեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ համաձայն գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո այն 12-ին, հետո միանգամից երևաց 500-ից ավել եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Ապա երևաց Հակոբոսին, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո երևաց նաև ինձ վիժվածքիս, որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ եւ արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի, բայց ինչ որ եմ, Աստծո շնորհով եմ եւ նրա շնորհը, որի մեջ եմ, ունայն չեղավ։ Ընդհակառակը նրանցից ավելի շատ աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ է։ Արդ թե ես եւ թե նրանք այսպես ենք քարոզում, եւ դուք այսպես հավատացիք։ Պողոսը խոսում է այն քարոզողների մասին, ովքեր իրենց աչքերով են տեսել հարություն առած Հիսուսին։ Առաքյալները, Հիսուսի եղբայր Հակոբոսը, 500-ից ավել աշակերտներ, Պողոսն ասում է, ինձ եւ նրանց, այս հարյուրավոր եղբայրներին, հարուցյալ Հիսուս երևացել է։ Եվ մենք ամենքս էլ նույն այս ճշմարտությունն ենք քարոզում։ Նրանցից շատերը տեսել են Հիսուսի մահը։ Նրանցից շատերը տեսել են Հիսուսի գերեզման դրվելը։ Հիսուսի մահվան փաստը անհերքելի էր նրանց համար։ Ուստի եւ նրա մահից հետո նորից կենթանի Հիսուսին տեսնելը նրանց մոտ չէր կարող ոչ մի կասկած առաջացնել, որ Քրիստոսի հարությունը իրականություն է եղել։ Հիսուսի մահը անկասկած տեղի ունեցավ, ու այս փաստը կայանում է նրանում, որ հռոմեացի զինվորը նիզակով խոցեց Հիսուսի կողը, ստուգելու համար, թե իրոք նա արդեն մահացել էր խաչի վրա։ Այն փաստեց, որ Հիսուս իրապես մահացել էր։ Հետևաբար, դարձյալ նրան կենթանի տեսնելը չունի այլ տարբերակ, քան միայն այն, որ Քրիստոս հարություն է առել։ Այս հարյուրավոր մարդիկ ճանաչելով ճշմարտությունը Հիսուսի մասին, հավիտենական փրկության մասին, իրենց ողջ կյանքը տվեցին ապրելու այս ճշմարտության համար։ Հարյուրավորներ սպանվեցին հանուն այս ճշմարտության, որովհետև Քրիստոսի հարությունը իրենց համար ապացուցված իրականություն էր։ Այսքան մարդկանց ապրած կյանքերը ու Հիսուսի մասին քարոզությունը շատերի համար ծանրակշիռ ու արժանահավատ վկայություն էր առաջին դարում։ Եվ հաջորդիվ բոլոր ժամանակների համար, քանի որ այսքան մեծ բազմության վկայությունը չի կարող սուտ լինել։ Սովորաբար մարդիկ սուտ են խոսում, որպեսզի փրկեն իրենց կյանքերը, ազատեն իրենց դժվարություններից, կամ ինչ-որ կորուստներ չունենալու համար են ստում, կամ ինչ-որ նյութական հաջողություններ ձեռք բերելու համար են ստեր հորինում։
Սակայն այս մարդիկ ինչպես կարող է այսպիսի սուտ հորինեն, երբ այդ ստի համար իրենք կորցրեցին ունեցվածք, հարազատներ եւ ի վերջո իրենց կյանքերը։ Արդյոք այսպիսի մեծ բազմություն ցանկացավ մահանալ իրենց իսկ հորինած ստի համար։ Լավ, մեկն էր խենթ կամ 12-ն էին խենթ, այս 500-ից ավել եղբայրները միևնույն ժամանակ խենթացան ու սկսեցին անհիմն, անիրական բաներ հորինել ու գրել եւ ի վերջո իրենց կյանքը զոհաբերել իրենց ստի համար։ Նրանք չունեցան ոչ մի երկրավոր շահ, որի համար արժեր սուտ խոսել, սակայն նրանք ունեցան հավիտենական շահ, որի համար արժեր կյանքը զոհել հանուն այս ճշմարտության։ Հիսուսի եղբայր Հակոբոսը Հիսուսի ողջ կյանքի ու ծառայության ընթացքում չընդունեց նրան որպես Աստծո որդի։ Սակայն այդ ինչպես եղավ, որ Հիսուսի հարությունից հետո նա ընդունեց Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Ինչպես հասկանանք, երբ մեկը, ով մեծացել էր Հիսուսի հետ, տեսել է նրա կյանքը, նրա ծառայությունը, այնուհետև քարոզությունը, հրաշքները, սակայն այդպես էլ չհավատաց նրա Մեսիա լինելու։ Ու հանկարծ այս Հիսուս մահանում է եւ նա դառնում է այս Հիսուսի հետևորդ եւ ոչ միայն հետևորդ, նա քարոզում է այս Հիսուսի մասին։ Այդ ինչպես է լինում։ Դու նրա կյանքը տեսար ամբողջովին, չհավատացիր մինչև վերջ։ Իսկ հիմա մահացել է դու նրանից ես խոսում։ Սա անտրամաբանական է, եթե նա չի տեսել Հիսուսի հարությունը։ Բայց փաստն այն է, որ նա տեսել է ու այդ հարության ճշմարտությունն է, որ նրա անհավատությունը կոտրել է եւ բերել է հավատքի։ Քանի որ Հիսուսի հարությունը իրական էր, նրանց այսպիսի մարդկանց քարոզչությունը ունայն չէ։ Նրանք սուտ գաղափարներ տարածողներ չէին հանուն ինչ որ նյութական շահի կամ օգուտի։ Եթե Հիսուս հարություն չի առել, ապա նրանց քարոզությունը ունայն կլիներ, քանի որ ինչ բարի լուրի մասին է խոսքը, եթե Հիսուս չկարողացավ հաղթել մահվանն ու մեղքին։ Միայն հարությամբ նա կարողացավ խափանել մահվան գործը ու հաղթել մեղքին։ Միայն այս հաղթանակն է, որ կարող է համարվել բարի լուր ողջ աշխարհի համար։ Հետևաբար այս ավետարանի քարոզությունը ունայն չէ, քանի որ Հիսուս հարություն առավ, հաղթեց մահվանը ու մեղքերի թողություն շնորհեց։ Հարուցյալ Քրիստոսին տեսած մարդկանցից Աստված ընտրեց ոմանց եւ տվեց նրանց իր խոսքը գրի առնելու պատվերը։ Սուրբ Հոգով առաջնորդեց, որպեսզի նրանք գրեն Աստծո խոսքը։ Աշակերտների գրած գրքերը առաջին դարում անմիջապես ընդունվեց որպես Աստծուց տրված նոր հայտնություն։ Ընդունվեց հեղինակավոր ու արժանահավատ գրքեր։ Ինչու՞։ Քանի որ դրանք գրվեցին ժողովրդի կողմից արդեն իսկ ճանաչված եւ ընդունված Աստծո ճշմարիտ աշակերտների կողմից։ Ինչու էր Աստված ծրագրել այնպես, որ առաջին դարում առաքյալների քարոզության հետ մեկտեղ հետևեն հրաշքներ ու բժշկություններ։ Որպեսզի այդ նշաններով Տերը փաստեր իր աշակերտների ճշմարտացի լինելը։ Աստված հաստատում էր առաքյալների քարոզությունը, փաստում էր դրանց աստվածային հեղինակությունը, առաքյալի ծառայությանը հատուկ նշաններով, որպեսզի այն տարբերեր Աստծո ճշմարիտ առաքյալներին, Աստծո ճշմարիտ զավակներին ու քարոզիչներին, տարբերեր մոլորեցնողներից, նրանք ովքեր Աստծուց չէին նշանակված քարոզելու եւ ծռում էին իր խոսքը։ Աստված ցույց էր տալիս, որ այս քարոզողները սուտ չեն։ Նրանք տեսել են հարուցյալ Հիսուսին։ Նրանք սովորել են Հիսուսի վարդապետությունը, նրանք քարոզում են Հիսուսի հարության բարի լուրը։ Նրանց ապրած կյանքերն ու հրաշագործությունները վկայում են իրենց ճշմարիտ լինելու մասին։ Հետևաբար, քանի որ Հիսուսի հարությունը ճշմարիտ է,
Քանի որ Աստծո աշակերտները քարոզում են այդ ճշմարտությունը, ապա նրանք սուտ չեն։ Նրանց քարոզչությունը ունայն չէ, եւ ձեր հավատքը, որն ուղղել եք այդ ճշմարտությունը, այն երբեք ունայն չէ։ Եվ պատճառը կայանում է նրանում, որ Հիսուս իրապես է հարություն առել։ Հիմնային փաստարկը այս իրականությունն է։ Այս հիմքի վրա կառուցված քարոզչությունն ու հավատքը երբեք ունայն չի լինելու։ Իսկ ինչպես է այս սկզբունքը գործում այսօր, կամ առաքյալներից հետո այս հազարավոր տարիների ընթացքում, ինչպես է այս սկզբունքը գործում։ Որ քարոզիչներին եւ որ քարոզչությունը մենք այսօր պետք է ընդունենք Աստծուց, որ հավատն է այսօր կենթանին, որտեղ պետք է ուղենք մեր հավատքը։ Արդյոք այսօր, երբ շատերը հայտարարում են իբր Հիսուսին են տեսել, նոր հայտնություն են ստացել Աստծուց, ուրեմն իրենք դարձան արժանահավատ ու ճշմարիտ Աստծո քարոզիչներ։ Ոչ, այսօր Աստված այլ մեթոդ է գործածում։ Առաջին դարում Աստծո կողմից սահմանված միջոցները իր աշակերտներին հավատքի մեջ հաստատելու համար, նրանց քարոզչությունը հաստատելու համար տարբերվում են այն միջոցներից, որոնք Աստված գործածեց հաջորդ դարերում եւ մինչ օրս։ Պատճառը նրանում է, որ Աստծո նախասահմանած ամբողջական հայտնությունը, որը պետք է տրվեր մարդկությանը, այն նախ մասամբ տրվեց հին ուխտում, այնուհետև նոր ուխտի ժամանակ առաջին դարում տրվեց եւ ավարտվեց։ Այնինչ Աստված նախասահմանել էր մարդկությանը տալու այն ճշմարտությունը, այն խոսքը, որ նա ծրագրել էր։ Աստված եկեղեցու հիմքը դնելու համար առաջին դարում տվեց գրված խոսքը, հաստատեց գերբնական միջոցներով այդ խոսքի ճշմարտացիությունը ու պատվիրեց հետևել այս գրվածներին, այս ավարտուն աշխատանքին, այս ավարտուն հայտնությանը, այն ինչ որ ես սահմանել եմ, որ պետք է տայի ձեզ։ Աստծուց տրված հայտնությունների շրջանը ավարտվեց առաջին դարում։ Հետևաբար այսօր մենք կարիք չունենք նոր հայտնությունների կամ հարուցյալ Հիսուսին տեսնելու մեր ֆիզիկական աչքերով։ Մենք կարիք չունենք Աստծուց նոր ինչ-որ գերբնական ու երևութական հրաշքներ տեսնելու, որպեսզի հավատանք այս գրվածքների իրականությանը, կամ հավատանք այնպիսի քարոզիչների, ովքեր տեսել են հարուցյալ Հիսուսին կամ նոր հայտնություններ են ստանում այսօր Աստծուց։ Պատմական փաստերը Աստծո արդեն իսկ կատարած գործերի վկայությունները, Հիսուսի հարության առաջին դարի փաստերն ու վկայությունները, Աստծուց տրված ամբողջական ու ավարտուն հայտնությունը, Աստվածաշունչը, արդեն իսկ բավական են Աստծո ընտրյալների համար նրանց հավատքի բերելու։ Այս գրված խոսքը ինքնին հրաշք է։ Այն ինքնին վկայություն է, որ սա մարդկային մտքի ծնունդ չի կարող լինել։ Այս խոսքի զորությունը մարդկանց կյանքեր փոխելը արդեն իսկ վկայում է իր ճշմարտացի լինելու մասին։ Այս խոսքի գործն ու ազդեցությունը մեր ներաշխարհի վրա արդեն իսկ վկայում է իր աստվածային ծագման մասին։ Աստված ինքն է որոշել միջոցները տարբեր ժամանակահատվածներում, թե ինչ պետք է նա օգտագործի իր ընտրյալներին հավատքի բերելու համար։ Ուրեմն այսօր ի՞նչն է մեզ համար վկայություն, թե որ քարոզությունն է ունայն կամ որը ճշմարիտ, որ քարոզիչն է սուտ, որը ճշմարիտ, որ հավատն է կենդանի, իսկ որը մեռած։ Այս հարցերի պատասխանը ո՞նց ենք մենք գտնում մեզ համար այսօր։ Հիսուսն ասաց. «Հափշտակող գայլեր են գալու իմ անունով։ Նրանք գառան արտաքինով են, բայց իրականում մոլորեցնողներ են։ Նրանք քրիստոնեության անվան տակ են, Հիսուսին որպես Աստված են ներկայացնում, Հիսուսի հարությունն են անգամ քարոզում, սակայն իրենք ճշմարտությունից չեն,
քանի որ իրենք իրենց ցանկությունների համար են ապրում եւ գործում։ Աստծո խոսքը օգտագործում են միամիտներին խաբելու եւ նրանց գրպանները մտնելու։ Աստվածաշունչը իրենց համար իրական կյանքը չէ։ Հիսուս իրենց կյանքի թագավորը չէ։ Իրենք են իրենց թագավորը, իրենք իրենց ցանկություններն են իրականացնում, ոչ թե հոր կամքը։ Իսկ Սուրբ Գիրքը պարզապես գործիք է, օրենքների դասագիրք է իրենց համար, որով մանիպուլացնում են միամիտներին, օրենքի լծի տակ դնում ու իրենց համար բիզնեսներ ստեղծում։ Սրանք արտաքնապես գառնուկներ են եւ իրենք գիտեն, թե ինչպես գառան դեմք ընդունեն։ Քաղցր խոսքերով, կես խոնարհությամբ, գեղեցիկ ու գրագետ բառապաշարներով, բարություն ու սեր բառերի ետևում թաքնված։ Հիսուս Մատթեոս 7-րդ գլխում ասաց. այսպիսիներին կհայտնաբերեք իրենց պտուղներից։ Եվ որոնք են այդ պտուղները։ Անմիջապես դրանից հետո Հիսուս խոսեց հոր կամքը կատարելու մասին։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողն է երկնքի արքայություն անմտնելու, այլ նա ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ահա այն ցուցիչը, որը մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Իսկ ինչ է նշանակում հոր կամքը կատարել։ Մենք սա պետք է հասկանանք։ Որտեղից է սկսվում, որն է աղբյուրը դրա։ Այն նշանակում է չշեղվել նրա խոսքից։ Չավելացնել, չպակասացնել, սուտ մեկնություն չտալ գրվածքի մասին։ Գրվածքի իմաստը չփոխել, չծռել ու չհարմարեցնել սեփական մտքերին ու ծրագրերին։ Այլ հոր կամքը ճանաչել այդ գրվածքների մեջ եւ կատարել այդ խոսքը։ Լինել ոչ միայն լսողներ, այլ կատարողներ։ Բայց դա կատարելու համար նախ պետք է հոր կամքը հասկանաս գրվածքների մեջ, գրվածքները ճիշտ մեկնաբանելով։ Հետևաբար այսօր դու կարող ես զանազանել սուտ քարոզիչներին, առաջինը ոչ թե նայելով իրենց արտաքին գառան դեմքերին, որովհետև դրանով հնարավոր է դու խաբվես։ Ոչ թե իրենց մանիպուլացնող բարություն ու սեր քարոզներին կամ քաղցր ու ականջին շոյող խոսքերին, այլ նրանց քարոզածի բովանդակությանը։ Դու պետք է զանազանես նրանց քարոզածի բովանդակությունը նայելով։ Որքանով է նրանց քարոզածի բովանդակությունը համապատասխանում աստվածաշնչյան տեքստերի, նրանց հեղինակների մտադրություններին։ Եթե տեսնում ես մեկը խոսքը ծռում է, հուզված իր կյանքն է պատմում Աստծո խոսքի փոխարեն, կամ հրաշքների ու տեսիլքների մասին է խոսում գրված խոսքի փոխարեն, օրենք է քարոզում շնորհի փոխարեն, դև է քշում, այնինչ դևն է իրեն հեծնել, իրեն է բարձրացնում Հիսուսին փառավորելու փոխարեն, նյութապաշտ է աստվածապաշտության փոխարեն, հպարտանում է իրենով, իր անձն է դնում եկեղեցու կենտրոնում, ապա սրանք Աստծո հոգին ունեցողի համար պարզ նշաններ են, որ սրանք Աստծուց չեն։ Սրանց քարոզի բովանդակությունը Աստծո խոսքի տեքստերից շեղված է։ Հեղինակների մտադրությունները, մտքերը, նպատակները, որը ինչի համար է գրված, դրանք շեղում են։ Եվ դու կարող ես ունենալ զանազանության իմաստություն, եւ դու ինքդ ես հարատևում Հիսուսի վարդապետությունը շարունակապես սովորելու մեջ ու հոր կամքը կատարելու մեջ։ Սա քո անհատական պատասխանատվությունն է, քո անհատական գործն է, որ Աստծո առաջ դու ունես այդ պատասխանատվությունը ճշմարտությունը ճանաչելու։ Քրիստոս հարություն է առել, հետևապես նրա հարության ավետարանը քարոզողները Աստծուց են եւ ոչ թե ստից։ Մեզ համար այսօր ցուցիչն այն է, թե ով գնաց երկինք, ոչ թե ով գնաց երկինք Հիսուսին տեսավ, ով գնաց դժոխք եկավ, ոչ, մեզ համար ցուցիչն այսօր սա է։ Ով է քարոզում գրված խոսքը։
Ով է քարոզում գրված խոսքը։ Ով է ցույց տալիս քեզ հեղինակի միտքը։ Եվ ինչ հիմնավորումներ է բերում։ Եթե նա Պողոսի անունը տալիս, չի շանակում, որ նա Պողոսի ասածը քեզ փոխանցեց։ Դու պետք է լսես հիմնավորումները։ Ինչ հիմնավորումներ է տալիս, երբ որ նա քեզ քարոզում է Պողոսի խոսքերը։ Մի խաֆիր ինքդ ու մի խոսա մարդկանց բարի դեմքերի, արցունքների, իմաստության, գրագիտության, ռետորական ունակությունների մասին։ Հարցը սրանում է. ով է փոխանցում քեզ Աստվածաշնչյան հեղինակի միտքը։ Ահա թե որ քարոզիչները ունայն չեն այսօր մեզ համար։ Ահա թե որ քարոզիչները սուտ չեն եւ որ քարոզները սուտ չեն։ Ահա այն հավատքը, որը ունայն չէ, որը ուղղված է այսպիսի քարոզությանը, որը ունայն չէ եւ այն հաճելի Աստծուն, եւ այն բերելու է պտուղ քո կյանքում։ Այսօր մեզ համար, երբ քարոզվում է մաքուր ավետարանը, արդեն տրված ու գրված հայտնությունը առանց վերապահումների ու մարդկային մտքի գաղափարների, ապա այդ քարոզությունը այսօր մեզ համար ճշմարիտ է։ Այդ քարոզիչները Աստծուց են, ու այն հավատքը, որն ուղղված է այսպիսի ճշմարիտ քարոզությանը, այն բերում է եւ բերելու է Աստվածաշնչյան եւ Աստծուն հաճելի պտուղներ։ Այն փոխում է մարդկանց կյանքերը նաեւ այսօր եւ ցուցադրում է այդ իրական պտուղներով այն իրական վկայությունը, որ այս խոսքը Աստծուց է։ Հիսուսի հարությունը փաստում է այն, որ իր խոսքերը լիովին արժանահավատ են։ Հիսուսի հարությունը փաստեց, որ ինքը ճշմարտությունից էր։ Նաև փաստում է այն, որ այն խոսքերը, որոնք Հիսուս տվեց իր աշակերտներին, Սուրբ Հոգու լեցունությամբ ու առաջնորդությամբ, նույնպես արժանահավատ են ու ճշմարիտ, քանի որ դրանք Հիսուսի խոսքերն են, հարուցյալ Հիսուսի խոսքերն են, քանի որ նա է հավիտենական ճշմարտությունը։ Հետևաբար մի վախեցիր կյանքդ կապել հարուցյալ Հիսուսի խոսքերի հետ։ Այն երբեք քեզ չի ամաչեցնելու, չի կործանելու։ Վստահիր այդ խոսքերին այսօր։ Վստահիր ինչու՞։ Որտեղ այն Հիսուսից է եկել։ Հիսուսն ինքն է այդ ճշմարտությունը եւ այդ խոսքը։ Եվ քանի որ Հիսուս հարություն է առել, քանի որ նրա մասին քարոզողները ունայն չեն, հետևաբար մեռելների հարության մասին քարոզությունը նույնպես ունայն չէ, այլ իրականություն է։ Նրանք, ովքեր քարոզում են հավիտենական կյանքի մասին, մեռելների հարության մասին, դժոխքի ու դրախտի մասին, նրանք Աստծուց են, նրանք ճշմարտություն են քարոզում, այն ինչ որ գրված է վերջին օրերի մասին եւ Աստծո առկայության մասին։ Ուրեմն հավատա այսպիսի ավետարանի քարոզությանը, հավատա վերջին ժամանակներում մեռելների հարությանը։ Աստվածաշունչը արժանահավատ է, քանի որ Հիսուս հարություն է առել։ Նա փաստել է, որ իրենով տրված եւ իր մասին գրված խոսքերը դրանք ճշմարտություն են։ Երկրորդ, ինչպես է որ մեռելները հարություն են առնելու։ Քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք գալիք հարությանը։ Ընթերցենք երկրորդ մասը։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացած, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց հիմա Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք գալիք հարությանը։ Ինչու՞։ Որովհետև ձեր մեղքերը ներված են 17-րդ համարում, որովհետև ձեր փրկությունը հաստատ է 18-րդ համարում, որովհետև հարության հույսը այն իրական է 19-րդ համարում։ Եթե Հիսուս հարություն չի առել, ուրեմն մի հավատացեք ձեր մեղքերի թողությանը, մի հավատացեք ձեր փրկված լինելուն եւ մի հավատացեք հավիտենական հարության հույսին։ Սակայն
20-րդ համարը։ Բայց հիմա մենք գիտենք ճշմարտությունը, որ Հիսուսը իրապես հարություն է առել։ Հետևապես հավատա, որ քո մեղքերը ներված են։ Հավատա, որ քո հավիտենական փրկությունը հաստատ է, պահված է Աստծո մեջ, եւ հավատա եկող մեռելների հարության ճշմարտացիությանը, որ գալու է այդ օրը։ Եվ քանի որ այս ամենը արդեն մերն է, արդեն իրականացել է Հիսուս, ուրեմն հավատա այդ եկող հարության ճշմարտությանը։ Ուրեմն առաջին այստեղ ինչ է ասում Պողոսը։ Եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն մենք դեռ մեր մեղքերի մեջ ենք։ Սա նշանակում է, որ մեղքը հաղթած կլիներ Քրիստոսին, ու հետևապես այն հաղթելու է բոլորին։ Որ նշանակում է գերեզմանն է հաղթել Քրիստոսին, նշանակում է, որ այդ գերեզմանը հաղթել է բոլորիս։ Նշանակում է, թե գերեզմանը հաղթեց մեզ բոլորին, ուրեմն մենք էլ այո, հարություն չենք առնի։ Բայց հիմքը այն է, որ Քրիստոս հարություն է առել, եւ այս ամենը հարություն աստիճան փոխվում է դեպի հակառակ ուղղությամբ։ Նա հաղթել է մեղքին, ու մեր բոլոր մեղքերը ներված են։ Հռոմեացիս 4:25։ Նա որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Նրա հարությունը հաղթեց մեղքին, քանի որ իր հարությամբ նա մեզ արդարացրեց։ Մենք ներում գտանք հոր մոտ ու հետևապես համարվեցինք արդար Աստծո աչքերին։ Հռոմեացիս 8:1-3 համարները։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որտեղ Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այնինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց, ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ։ Քանի որ Հիսուս հարություն է առել, նշանակում է նա հաղթել է մեղքին ու գերեզմանին։ Եվ քանի որ նա հաղթել է մեղքին, ուրեմն նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են, ովքեր հավատացել եւ ընդունել են նրան, ազատված են մեղքի դատապարտությունից։ Ուրիշ խոսքով ասած, մենք մեր մեղքերի մեջ չենք այլևս։ Մեղքի իշխանության տակ չենք, այլ մեղքի բերած դատապարտությունից, այդ դժոխքից ազատված ենք։ Հոր կողմից մենք ներված ենք Հիսուսի հարության շնորհիվ։ Ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել 17-րդ համարում, ապա ձեր հավատը ունայն է, որտեղ դուք ձեր մեղքերի մեջ եք դեռ։ Ձեր հավատքը ունայն չէ, սակայն։ Որ հավատքը։ Հավատք ուղղված այն ճշմարտությանը, որ դու ներված ես եւ ընդունված Աստծո կողմից։ Դու հավատում ես, որ քո բոլոր մեղքերը ներված են։ Դու հավատում ես, որ Հայրը քեզ ներել ու ընդունել է անգամ այն ժամանակ, երբ դու դարձյալ սայթաքում ու մեղք ես գործում։ Ընկած ժամանակ, երբ կգա կասկած, որ դու ներված չես կամ մերժված ես, ապա հիշիր, որ այդ պահին քո գործած մեղքի համար Հիսուս արդեն վճարել է։ Եվ սա նշանակում է, որ դու հիմա կարող ես չմնալ այդ մեղքի մեջ։ Ոչ թե ներված ես, որ չպայքարես դրա դեմ, այլ ներված ես ու կարող ես պատերազմել եւ դարձյալ չպարտվել։ Քանի որ այդ մեղքը պարտված է, ուրեմն դու Հիսուսով ունես անհրաժեշտ զորությունը ոչ ասելու, հրաժարվելու, նորոգվելու եւ փոխվելու։ Այսպիսին է մեղքերից թողված մարդու փոփոխված էությունը, նա չի սիրում այդ մեղքը։ Մի հավատ այն ստին, որ դու չես կարող թողնել այս կամ այն մեղավոր գործողությունները կամ սովորությունները, այլ հավատքդ ուղղի նրան, որ դու այլևս մեղքի իշխանության տակ չես, այն չունի զորություն
քեզ տիրելու։ Մի հավատա, որ դու չես կարող դրա դեմ պայքարել ու Հիսուսով հաղթել, այլ հավատա Հիսուսի ասածին ու պատերազմիր այդ մեղքի դեմ։ Այդ հավատքդ, որ այսպես է ուղղվելու, ճշմարտությանն է ուղղվելու, այս հավատքը ունայն չէ, որտեղ այսպիսի հավատքը բերելու է արդյունք, որտեղ եթե դու հավատաս ճշմարտությանը, այդ քո հավատքը բերելու է քեզ համապատասխան գործողության եւ դու իզորու ես լինելու, դու ունենալու ես Աստծո զորությունը քո մեջ իր հոգով եւ իր խոսքով գնալու դեմ մեղքի եւ գնալու փոփոխության ճանապարհով։ Այս հավատքը ունայն չէ, որտեղ Հիսուս հարություն է առել, որտեղ Հիսուս հաղթել է մեղքին։ Երկրորդ այստեղ տեսնում ենք, որ նրա հարությամբ մեր փրկությունն է հաստատ 18-րդ համարում։ Ուրեմն նրանք էլ ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Այո, եթե Քրիստոս հարություն չի առել, կորան, որտեղ իրենց մեղքերի մեջ են։ Սակայն քանի որ մեր մեղքերը ներված են Քրիստոսի հարությամբ, Աստծո առաջ մենք արդարացված ենք Հիսուսի արդարությունով, հետևաբար նրանք, ովքեր Հիսուսով մահացան, այսինքն իրենց երկրավոր կյանքի ընթացքում հավատացին ու ընդունեցին Քրիստոսին։ Ուրեմն նրանք կորած չեն, նրանք փրկված են եւ նրանց փրկությունը անխախտ է։ Դու կարող ես քո փրկության վրա վստահ լինես այն պատճառով, որտեղ Հիսուս հարություն է առել։ Հիսուսի հարությունը ուղիղ կապված է քո փրկված լինելու, քո փրկության վստահության հետ, որովհետև մեր փրկության վստահությունը մեր անձի վրա չէ, մեր բարի գործերի, մեր ծառայությունների, մեր բարձր հոգևոր հասունության, ոչ մեր վստահությունը Հիսուսի հարության վրա է, որովհետև նա հաղթել է եւ մեզ գնել է իր արյամբ։ Առաջ Պետրոս 1:3 Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Պետրոսն էլ է ասում. Քրիստոսի հարության շնորհիվ է, որ մենք վերստին ծնունդ ենք ստանում կամ փրկվում ենք, եւ քանի որ հավատացյալի կյանքում վերստին ծնունդը մեկընդմիշտ է, հաստատ է ու անփոփոխ է, հետեւաբար նրա տված փրկությունը անխախտ է։ Պողոսն ասում է, եթե քո սրտում հավատաս, որ Աստված Քրիստոսի մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Ուրեմն Քրիստոսի հարության շնորհիվ մեր մեղքերը ներված են ու մեզ շնորհված է հավիտենական անխախտ փրկությունը։ Եվ երրորդ, Քրիստոսի հարությամբ մեռելների հարության հույսը իրական է։ 19-րդ համարում, եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացած, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Եթե միայն այս կյանքի համար նշանակում է, որ Հիսուսի նկատմամբ ունեցած մեր հավատքը կամ նրան հետևելու մեր նպատակը, եթե միայն երկրավոր կյանքի բարեկեցության եւ օրհնության համար է, ապա մենք խղճալի ենք։ Ապագա իրական ուրախություն, իրական կյանքի իմաստ չունեցող անհույս վիճակում ենք, եթե մենք միայն Հիսուսին հետևում ենք այս կյանքում օրհնված լինելու մեր պատկերացումների ետևից գնալով։ Սակայն Քրիստոսի նկատմամբ ունեցած մեր հույսը միայն այս կյանքի համար չէ։ Քանի որ նա հարություն է առել, քանի որ նա ներել է մեր մեղքերը ու շնորհել է անխախտ փրկություն եւ ժառանգություն, ուրեմն մենք ունենք հավիտենության հույսը, հարության հույսը, որ գալու է այդ օրը, եւ մենք հարություն ենք առնելու ինչպես Հիսուսը հարություն առել։ Եվ մենք պիտի նրա հետ լինենք հարության մարմնով, վայելելու ամբողջատպես, ամբողջ հոգով այդ Հիսուսին։ Ուրեմն ինչպես է որ մեռելները հարություն են առնելու, քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն հավատացեք այդ գալիք հարությանը։ Ահա թե ինչպես։ Ինչու հավատանք։ Քանի որ նրա հարությամբ մեր բոլոր մեղքերն են ներված, մեր փրկությունը հաստատ է եւ մեր ունեցած հույսը, որ մի օր պիտի մենք հարություն առնենք ու եկնային արքայության մեջ լինենք, այն կենթանի է, այն իրական է եւ
այն Աստծո ծրագրի մեջ է։ Հռոմեացիս 8-րդ գլխից հատված կարդանք 18-րդ համարից սկսած։ Հռոմեացիս 8:18-ից 25։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծո որդիների հայտնությանը, այդ հարության վերջին իրադարձությանը։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի Աստծո որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է, եւ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ հոգու երեխայրիկն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք, սպասելով որդեգրությանը, այսինքն մեր մարմնի փրկությանը։ Որովհետև այս հույսով փրկվեցինք, բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն ինչ որ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպես կհուսա։ Սակայն, եթե ինչ որ չենք տեսնում, նրա նկատմամբ հույս ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Մենք համբերությամբ սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին, երբ հարություն առնելով, նրան նմանվելով, նրա հետ միասին պիտի թագավորենք իր արքայության մեջ։ Մեռելները հարություն են առելու, ինչպես Հիսուսն է հարություն առել։ Քանի որ Հիսուս հարություն է առել, ուրեմն մեր քարոզությունը ունայն չէ։ Հավատն ուղված այդ խոսքին ունայն չէ։ Այդ խոսքը քարոզող ճշմարիտ Աստծո զավակները սուտ չեն։ Մենք մեր մեղքերի մեջ չենք։ Քրիստոսով ննջածները չեն կորչել։ Եվ մեր հավիտենական հույսը, գալիք հարության հույսը կենդանի է։ Եվ այն ճշմարիտ է։ Եվ այն փաստվում է նրանով, որ Հիսուս հարություն է առել։ Եկեք ոտքի վրա աղոթք անենք։ Փառավորյալ մեր երկնավոր Սուրբ Հայր, փառք քեզ Տեր, քո անպատմելի այս գործի համար, որ մենք շատ քիչ ենք հասկանում, շատ քիչ ենք ընկալում, բայց դարձյալ քեզ փառք ենք տալիս, որ դու շարունակում ես մեզ բացել, մեզ հասկացնել, մեզ լուսավորել, որ քո ճշմարտությունների հետ հաղորդ լինենք, որ քո ճշմարտությունները ճանաչող լինենք եւ այդ դրանք կրողը լինենք, դրանք փոխանցողը լինենք։ Փառք ես այս պատվի համար, որ արել ես։ Շնորհակալ ենք Հիսուսի համար, նրա ապրած կյանքի այս երկրի վրա, նրա սիրո անպատմելի արտահայտման, նրա քաղցրության, նրա համի, նրա վերաբերմունքի համար մեր նկատմամբ։ Շնորհակալ ենք, որ նա ունեցավ այդ փափագը իր կյանքը տալու եւ միջև վերջ տալու մեր նման մեղավորների համար։ Շնորհակալ ենք այս շաբաթվա համար, որ դու մեզ թույլ տվեցիր դարձյալ անցնենք այն Հիսուսի հետ, մտորելով նրա մասին։ Եվ այսօր էլ նրա հաղթանակը մեզ համար մեծ ուրախություն է։ Մեր հավատքը ամրացնում է, մեզ հաստատում է այն ճանապարհի մեջ, որով մենք հետևում ենք Հիսուսին եւ նրա օրինակին։ Մեր աղերսն է Տեր, որ դու շարունակես նրա հարության այս ճշմարտությունը որպես հիմք, որպես ամրություն մեր մեջ հաստատես ու ավելիով հաստատես, որ այն մեզ զորություն տա կյանքի ամեն իրավիճակում, փորձությունների, դժվարությունների ու կասկածների ամեն իրավիճակում
վստահ լինելու, թե մենք ում ենք հավատացել, վստահ լինելու, թե ով է մեր Տերը և ուր է մեզ տանելու։ Փառք ես այդ փառավորյալ օրվա համար, որ պիտի մի օր մենք էլ ազատվենք այս անկում ապրած մարմիններից, բոլոր ցավերից ու արտասուքից, ու մենք էլ պիտի ունենանք մի կատարել մարմին, որով կատարելապես պիտի վայելենք քեզ, կատարելապես պիտի տեսնենք քեզ և չի լինի այլևս ոչ մի խոչընդոտ։ Մենք սպասում ենք այդ օրվան, մենք ուրախանում ենք այդ օրվանով և ուզում ենք Տեր Հիսուս, որ դու գաս և քո հարց եկեղեցին տանես, մեզ էլ ողորմես, հիշես քո արքայության մեջ և դու փառավորվես քո ամեն մի գործով, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։